Սերիոս տատոներ, ինչպես պնդում են բնապահպանները, թռչկանի ջրվեժը վտանգված է, այդ ջրվեժը Հայաստանի ամենաերկար ջրվեժն է եւ ամենագեղեցիկ բնության հուշարձաններից մեկը, բնապահպանության նախարարությունը չնայած պետքա որ այս պարագաներում առաջինը լիներ, որպեսզի չթողներ նման երևույթներ, նա առաջինն է, չգիտես ինչի լիցենզիաներ տալիս, որպեսզի բնության մեր հրաշքների շուրջ այդպիսի բաներ տեղի ունենան։ Ու մենք սովոր ենք, որ մեր պետության մեջ շատ բան գլխի վրա շուռեկած, մենք այսօր կզրուցենք բնապահպանների հետ։ Իմ հյուրերն են Պահպանենք թռչկանի ջրվեժը հասարակական նախաձեռնության անդամ Ապրես Զորաբյանը, բարեկո Ապրես, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Պահպանենք թռչկանի ջրվեժը հասարակական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը, բարեկո Արման, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես մենք շատ հաճախ ենք տեսնում, որ մեր բնապահպանները sense ինչ որ մի բան են ման գալիս, որ աղմուկ դնեն, հա։ Իրոք ջրվեժի գոյությունը վտանգված է։ Եվ կան դրա համար շատ լրջագույն փաստեր, խնդրեմ։ Բնականաբար կա, եւ սա այն դեպքերից է, որ իսկապես իզուր չենք աղմուկ հանում։ Ուղղակի մի բան ասեմ, որ թռչկանի ջրվեժը Հայաստանի ամենաբարձր, ամենաջրառատ 25 մետր է ջրվեժի բարձրությունը, ավելի բարձր քան Շաքիի ջրվեժը։ Ուրեմն ամենաջրառատ եւ բնության հուշարձան ընդունված ջրվեժ է սա։ Եվ այս պարագայում խոսել ինչ որ տնտեսական գործունեության մասին, որը որ կարող է ուղղակիորեն ազդել ջրվեժի վրա, շատ տարօրինակ է։ Կա այդպես փորձագիտական, գիտական հիմնավորում, որ այդ հիդրոէլեկտրակայանի կառուցումը կվնասի ջրվեժի գոյությանը։ Կա այդպիսի փորձագիտական եզրակացություն։ Ուրեմն ով այս մասնագետը, որ արել է այդ եզրակացությունը։ Գործընթացը այսպես է, տնտեսվարողը, եթե իրականացնում է որևէ տնտեսական գործունեություն, որը ենթակա է բնապահպանական փորձաքննության, ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն ՊՕԱԿ, որտեղ կատարվում է փորձաքննություն, այսինքն ուսումնասիրվում են տվյալ տնտեսական գործունեության արդյունքում ուղղակի եւ անուղղակի ազդեցությունները տվյալ էկոհամակարգի վրա։ Փորձաքննության մասին օրենքի հոդված 5-ը հստակ ասում է, ինչ պետք է ընդգրկի այդ փուլը։ Այդ ուրեմն ոլորտները, որ ընդգրկում են, դա կլիմայի փոփոխություն, հա, այսպես կենթանական, բուսական աշխարհ եւ այլն։ Բնության հատուկ պահպանվող տարածքներ եւ մակերևցային եւ ստորգետնյա ջրեր։ Արման, իմ հարցը սա է, որ այդ ՊՕԱԿ-ի եզրակացությունը մենք ունենք։ Նրանք ասել են, որ պրոբլեմ չկա, բայց մենք ունենք փորձագիտական եզրակացություն։ Կա հակառակ փորձագիտական եզրակացություն, թե դա ընդհանրապես ձեր կարծիքն է, որ չէ, լավ չի։ Տեսեք, փորձաքննության կարծիքը հիմնված է որևէ գիտական, որևէ փորձնական փաստի վրա, թե դա պարզապես ձեր որպես բնապահպաններ կարծիքն է։ Չէ, տեսեք, եթե բնության հատուկ պահպանվող տարածք է, դա հուշարձան է, այլևս արգելված է այնտեղ որևէ գործունեություն, որ ուղղակի կազդի դրա վրա։ Այսինքն սա ինչ որ առանձնահատուկ գիտական ուսումնասիրությունների խնդիր չի։ Եթե հեկը կառուցվում է, հեկի հիմնական բաղադրիչը դա ջուրն է։ Մենք վերցնում ենք այն ջուրը, որը որ հոսում է ջրվեժով։ Եվ անվերադարձ ջրառ է սա ջրվեժի համար լինելու, քանի որ ջուրը վերցնելուց հետո լցվելու Շիրակամուտի ջրանցք։ Այդ փորձագիտական եզրակացության մեջ մի տառ անգամ չկա գրված, որ այնտեղ կա բնության հատուկ պահպանվող տարածք։ Այսինքն փորձագետները բնապահպանության նախարարության եզրակացություն են տվել դրական, բայց ջրվեժի մասին ոչ մի խոսք չկա։ Գուցե իրոք դա ջրվեժի հետ կապ չունի։ Չէ, ուղղակի ջրվեժի հետ կապ ունի։ Ապացեք, դա ո՞նց է ջրվեժի հետ կապ ունենալու։ Գուցե այդ մասնագետները բնապահպանության նախարարություն չեն իմացել այդ մասը։ Ամենայն հավանականությամբ իրանք տեղյակ չեն եղել, որ այդտեղ կա ջրվեժ, որտեղ նույնիսկ այդ ջրվեժի անունը, թե որտեղ է գտնվում այդ ջրվեժը, բնության այդ հուշարձանի մեջ իրանք սխալ են արձանագրել։ Ասեն կառավարության ժամանակին այդ որոշմամբ դա թռչկան վտակի վրա է, որը այդպես չի, ինքը Չիչխան գետի վրա է։ Ամենայն հավանականությամբ իրանք չեն իմացել, որ այդտեղ գոյություն ունի այդ թռչկանի ջրվեժը ու ստանդարտ ոնց որ բոլոր դեպքերում տվել են եզրակացություն, այդպես էլ հավանաբար այս դեպքում են տվել եզրակացություն, միջև որ արդեն խնդիրը հասել է հասարակական աղմուկին, բնապահպանները աղմկել են ու նոր սկսել են անդրադառնալ, թե ինչպիսի սխալ են թույլ տվել, որովհետև ովքեր են այդ փորձագետները, որոնք ասենք այտենց նման փորձագիտություն են տվել, չիմանալով, որ այնտեղ ջրվեժ կա։
Այստեղ մեզ իհարկե ես ենթադրում եմ, որ իրանք չեն իմացել, այլապես կլիներ բանը։ Հ Գրիգորյան, Զ Զուրնաչյան։ Բայց չէ՞ որ նրանց պարտավորությունները առաջինը ահազանգել, որ այնտեղ կա ջրվեժ եւ այնտեղ կա խնդիրներ։ Իրենք պարտավոր էին գոնե մեկ անգամ լինել տեղում, տեսնել ինչ տարածք է դա, ինչ ազդեցություն ունի այդ էկոհամակարգի վրա։ Եթե իրենք այդ տարածքում եղել են ու չեն տեսել ջրվեժը, դա առնվազն տարօրինակ է։ Ամենայն հավանականությամբ իսկապես երևի չեն էլ գնացել այդ տարածք։ Կամ ուղղակի չեն ցանկացել եզրակացության մեջ նշեն, որ այնտեղ կա ուրեմն այդ ազդեցությունը։ Այլապես ավելի աբսուրդ կլիներ, եթե նշեին, որ բնության հատուկ պահպանող տարածք կա այնտեղ, ուղղակի ազդեցություն կա ու այդքանով հանդերձ դրական եզրակացություն տային։ Այսինքն մոտավորապես ձեր մտահոգությունը այսպեսին է. կառուցվի հիդրոէլեկտրոկայան, նա ջուրը կտանի եւ ջրվեժի ջուրը կպակասի եւ կցամաքի։ Մոտավորապես այսպես։ Այսպես ասենք, կցամաքի թե չի ցամաքի, շատ կվերցնեն ջուր, թե քիչ, դա քննարկման թեմա չէ։ Փոխվի։ Միանշանակ, դա արդեն չի լինի թռչկանի ջրվեժ։ Տեսեք, իր միջին այդ ջուրը, որ դուրս է գալիս այդ ջրվեժից, տարեկան կտրվածքով 1400 լիտր է։ Իսկ հիմա կառավարության որոշմամբ իրան ուզում են սարքել 400 լիտր։ Այսինքն մոտորապես 3 անգամ իր տարեկան միջին այդ ձև կտրվածքի ջրարատությունից պակասում է այդ ջրվեժը։ Եվ այս 400-ը դարձրեցին արդեն բնապահպանների աղմուկից հետո։ Իսկն միջև այդ նախարարությունը իրանց տվել էր 180 լիտրի, որ ջրվեժը պետք կարող է գործել նաև 180 լիտր։ 10 անգամից էլ ավելի շատ կարող է ջուրը պակասել ջրվեժում։ Այո, 180 լիտրը պատկերացնելու համար, ասենք 20 դույլ ջուր է։ Այսինքն որ պիտի թափեր։ Չռիկ էր դառնալով։ Այո։ Պուլպուլակ։ Ես առաջարկում եմ լսել բնապահպանության նախարարության փաստարկները, այնուհետև վերադառնալ մեր խոսակցությանը։ Խնդրում եմ բնապահպանության նախարարի փաստարկները։ Պարոն վարչապետ, թռչկանի ջրվեժի հետ կապված, նաև ձեր հանձնարարությամբ մենք եղել ենք տեղում, այցելել ենք թռչկանի ջրվեժ, տեղում ուսումնասիրել ենք։ Ասեմ ձեզ այն գործողությունները կամ այն շինարարական աշխատանքները, որ իրականացվում է եւ իրականացվելու է Կապալառու կազմակերպության կողմից, այստեղ բացարձակապես որևէ ձեւ չի խանգարում թռչկանի ջրվեժի բնականon գործունեությանը, ինչպես ես ձեզ նաև զեկուցել եմ տարբեր առիթներով, այստեղ խոսքը գնում է միացման կետի մասին, որը 1 կիլոմետր 1000 մետր ավելի բարձր կետից է, եւ մեր քննարկումները բերեցին նրան, որ մենք առաջարկել ենք մի շարք բնապահպանական սահմանափակումներ, այսինքն մեր այցելության պահին ջրվեժը բնականon գործում էր եւ մեր չափումներով այնտեղ 400-ից 500 լիտր վարկյան ջուր էր գնում։ Այս խնդիրը պահպանվելու է, այդ հենց էկոթողքը մենք սահմանելու ենք 400-ից 500 լիտր վարկյան, որպեսզի բնապահպանական սահմանափակումներով եւ ավտոմատ ռեժիմով, եթե ջուրը բարձր լինի, այսինքն լինի դրանից ավել, հետո նոր կարողանան այդ ջուրը վերցնել։ Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը ամառային 3 ամիսներին նույնպես փոխադարձ պայմանավորվածությունը ձեռք բերել, որ 3 ամիսներին ընդհանրապես հեկը չաշխատի եւ չգործի 3 ամիս ամռան շրջանում։ Այսինքն այս սահմանափակումներով հանդերձ եւ այն բոլոր թույլտվության ուրեմն ընթացակարգերը, որ իրենք անցել են դեռևս սկսած 2004 թվականից, մեր ուսումնասիրություններով մենք առաջարկել ենք, որպեսզի այն բոլոր բնապահպանական սահմանափակումները, որը առաջադրվելու է թռչկանի ջրվեժի բնականon գործունեության համար, այդ սահմանափակումներով հանդերձ հնարավորություն տալ կառուցապատողին այդ աշխատանքները շարունակել։ Հակառակ դեպքում իրենք նաև վարկային ռեսուրսներ ունեն ներգրավված, հակառակ դեպքում ընթացակարգը արդեն բավականին բարդ է լինելու եւ հնարավոր նաև դատական process-ներ լինեն։ Մենք լսեցինք բնապահպանության նախարարի տեսակետները, գանք հերթով, հա, դուք տեսաք, որ նրանք եղել են ջրվեժի մոտ, ուսումնասիրել են եւ ասենք այս փաստաթղթերը, որ դուք ասում եք, բերված են այնտեղ լինելուց հետո։ Հա, չէ, նրանք բարձրացված աղմուկից հետո են եղել այնտեղ։ Հա, նախքան այս։ Բարի, նախ հիմա նրանք եղել են եւ պարզել են, որ այն ինչ կառուցում է չի խանգարում ջրվեժի բնականon գործունեությանը, միայն այնտեղ ինչ որ միացման գետ կա եւ այլն։ Համաձայն եք թե ոչ այս փաստի հետ։ Չի խանգարում։
Դա անց իր խիստ սուբյեկտիվ մեկնաբանություններ է դարձի, որ այդ համաձայն չենք, այն պարզ պատճառով, որ թրջկանը ինքը բնության հուշարձան է։ Բնության հուշարձանը նշանակում որ ինքը միշտ պետքա մնա իր նախնական տեսքով, այլապես ինքը չէր լինի պահպանվող հուշարձան։ Հիմա ինքը ապահովում է, ասում է, այս նախագծով մենք ապահովում ենք, որ թրջկանի ջրվեժը գոյություն կունենա։ Բայց քանի որ ինքը բնության հուշարձան է, ինքը պետքա գոյություն ունենա այնպես, ինչպես որ բնությունը իր համար նախատեսել է, նույն ջրառատությամբ։ Էտա, այսպես ասած, հիմնական անհամաձայնությունը։ Ես կարդացի ցանցերում, որ նախարարությունից ասում են, որ նախնական էլ կմնա, բայց այնտեղ խնդիրներ կան, չէ, լիտրի եւ բանի հետ, չէ, 400-500։ Տեսեք, նախարարն էլ ասաց, որ 400-500-ը հիմա ստուգել են եւ 400-500 կմնա։ Կապահովեն 400-500 լիտր վարկյանի հետ, այսինքն ջուրը ինչքան հիմա կա, այնքան էլ կմնա։ Երևի ուրախ պետք է լինենք, որ հիմա են, հա, աշնան են ստուգել, եթե ամառը ստուգեին, գուցե ամառվա ամենացամաք ժամանակ, եթե ստուգեն, ամենացածր նիշը կլիներ ամռանը։ Այն վաղ ստուգեն երևի են կվերցնեն սահմանակից, ինչ մոտեցում են դա։ Չէ, բայց դուք հիմա ասում եք, որ կարա տեսքը փոխվի։ Պապանցիան նախասում 400-500 հիմա կա, մենք այնպեսի սահմանափակումներ ենք անելու, որ 400-500 էլ մնա։ Բայց 400-500-ը նրա առավելագույնը չի թրջկանի։ Նա ուրիշ նախնական, ես ասում եմ միջինը 1400 է ըստ հիդրոմետրի տվյալների։ Մոտավորապես իր միջինից 3 անգամ, 4 անգամ ավելի քիչ։ Այդ է խնդիրը, որ հուշարձանը որպես հուշարձան կորցնում է իր նախնական բնություն կողմից նախատեսված տեսքը։ Դուք պարբերաբար շեշտում եք, որ դա հուշարձան է, նախարարությունից ասում են, որ դա հուշարձան է դարձել այն ժամանակ, երբ որ այս թույլտվությունը եւ այս process-ը կար։ Այսինքն նրանք չեն խախտել հուշարձանների պահպանման մասին որևէ օրենք։ Ուրեմն հստակեցնենք այս հարցը։ Շատ է շեշտվում 2004 թվականը։ 2004 թվականին ընդհանրապես կառավարության որոշումով փոխվել է հողի կատեգորիան այդ տարածքի միայն։ Այսինքն գյուղատնտեսականից դարձել է այո, համապատասխան այդ ենթակառուցվածքների ստեղծման համար նախատեսված հող է դարձել։ Բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են բնապահպանության նախարարությանը, տրվել է 2009-10 թվականներին։ Այս ջրվեժը հուշարձան դարձել է 2008 թվականին։ Այսինքն արդեն նա բնության հուշարձան էր, բայց ես մի բան եմ ուզում շեշտել։ Եթե նույնիսկ բնության հուշարձան չլիներ, այս եզրակացությունը էլի չեղյալ հայտարարման ենթակա էր։ Ինչի՞։ Որովհետև, ինչպես ասացի, փորձականության մասին օրենքի 5-րդ կետը, այնտեղ ասում է ինչ կետեր պետք է ընդգրկի, ներառյալ մակերեսային եւ ստորիկյա ջրեր եւ էկոհամակարգ։ Տվյալ էկոհամակարգի ամենահիմնական բաղադրիչը այդ ջրվեժն է հենց։ Ուղղակի բնության հուշարձան լինել այսպես ավելի հզորացնում է իր դերը։ Ես մի բանի վրա եմ ուզում շեշտը դնել այդ 400-500 լիտրի մասին, որ խոսում են։ Այսինքն ինչ է ստացվում, որ մինչև 500 լիտր, եթե հոսում է, բնության հուշարձան է։ Դրանից ավել ինքը իրավունք չունի, հա, այսինքն ինքնագլուխ գործունեություն է ջրվեժը վարում, որ ավելի շատ ջուր է, հա, որոշում, որ պետք է հոսի։ Ինչ մոտեցում է սա։ Մենք որոշում ենք, թե բնության հուշարձանի սահմանագիծը որն է, եւ լավ կլինի մի հատ մեզ հստակեցնեն ինչ է նշանակում ավելորդ ջուր։ Դույլ ենք լսում ջուր, թափվում։ Բնական գործունեությունից ավելորդ ջուր, այսինքն կա ջրի քանակ X, որը ապահովում է բնական գործունեություն ջրվեժի 400-500 լիտր, ինչպես ասաց նախարարը։ Այ ավելը թող աշխատի տնտես բիզնեսի համար։ Ես էլի պետք է երևի շնորհակալություն հայտնեմ, որ ամառը չեն գնացել ստուգել, ամառը կարող է այնտեղ լիներ, չգիտեմ, 150 լիտր եւ որոշեն, որ 150 լիտրը բավարար է։ Կամ ասենք ինչ որ եզակի 4 տարի լիներ այնտեղ ինչ որ հրաշքով 50 լիտր ջուր մնար, ասեն 50 լիտրով թող ջրվեժը բավարարվի։ Այդպես էլ կարելի է։ Բայց ասեք, չէ՞ պետք է կոմպրոմիս գտնել։ Նախարարս մայ 400-500-ով նայում ես ջրվեժը նորմալ գործում է, դա կպահենք։ Ավելին ամռանը, քանի որ շատ մարդ է գնում, քանի որ ավելի չոր է լինում եղանակը, ջուրը քիչ է լինում, ընդհանրապես 3 ամիս ամռանը չի աշխատի այդ հիդրոէլեկտրակայանը, կոմպրոմիս չէ ամեն ինչ նախարարության կողմից, դա չի օգնի եւ բիզնես շահերը ապահովել, հիդրոէլեկտրակայանը զարգացնել եւ ջրվեժը պահպանել։ Իմ կարծիքով սա ոչ թե կոմպրոմիս է, այլ բնապահպանության նախարարությունը փորձում է ինչ որ մի ձևով իր կատարած սխալը ծածկել, փակել։ Բայց դա շտկել ջրվեժի հաշվին։ Այո, բայց դա փորձել։ Մեր կարծիքով կոմպրոմիս այսպես կլինի, հա, նու կոմպրոմիսորն ամենաճիշտ տարբերակը։ Գնացել մեկ փաստել նախարարի մտքերից եւ անցնենք կոմպրոմիսին։
Վարկային ռեսուրսներ են վերցրել։ Եվ եթե կասեցվի, ապա շատ ծանր իրավիճակ կհայտնվի։ Այնտեղ դատի նաև ասես կտան, ես շահկացում դատի կտան կառավարությանը, թե նախարարությանը, թե կառավարությանը կարող է։ Այ ինչ վիճակ է այդտեղ, դուք ունեք տվյալներ։ Ճիշտն ասած 3 ենք մենք էլ այդ լսել, որ վարկային հարցեր կան։ Ես մի քանի կարծիքներ կարող եմ ասել։ Նախ դատի տալու հիմքերը պետք է հասկանալ, ինչի հիման վրա է դատի տալիս եւ ում, ինչի պետք է կառավարությանը տա։ Եթե այստեղ խնդիր կա, գուցե համապատասխան թույլտվությունները ովքեր որ տվել են այդ մարդկանց խնդիրն է այստեղ, իրենք պետք է որոշեն ինչպես է ով է դատի տալիս։ Եվ երկրորդը, ուրեմն էլի փորձակնության մասին օրենքին եմ ես ուզում շեշտադրել նորից։ 11-րդ հոդվածն է եւ 2003 թվականի համապատասխան որոշումը, որտեղ հստակ ասված է, որ ցանկացած եզրակացություն ենթակա է չեղյալ հայտարարման կամ վերանայման, եթե a. հայտնվել է նոր օրենսդրություն կամ փոփոխություններ են կատարվել օրենսդրության մեջ, եւ b. եթե նոր էկոլոգիական հանգամանքներ, գործոններ են ի հայտ եկել։ Հիմա եթե մենք հաշվի առնենք, որ ինչ պատճառներով դե մարդեն սխալվել են, հա, չեն տեսել, որ ջրվեժը կա։ Հիմա արդեն գիտեն, որ ջրվեժը կա, այսինքն նոր հանգամանքներ են։ Միանշանակ, ընդ որում, բնության հուշարձան ջրվեժ է հայտնվել։ Միանշանակ սա արդեն չեղյալ հայտարարման դա նոր չի հայտնվել, դա կար, բայց չէին տեսել։ Դե չէին տեսել։ Դա չի որ ջրվեժը այնտեղ չկար եւ նոր հայտնվեց, հասկանում ես։ Հիմա այս պարագայում մասնավորը նաև համապատասխան օրենքները պետք է տեսներ։ Եթե նույնիսկ հիմա ինքը շարունակի շինարարությունը, որը ես խորհուրդ չէի տա, հիմա շարունակում են դեռ, ես կառուցել ու ծառայ տեխնիկա կա եւ այլն։ Ինչ որ գործեր արվում են։ Գործը ոնց կան են շարունակում են ողջ թափով։ Փողային աշխատանքներ են իրականացվում։ Բայց դու տեսեք մասնավորի դիրքերից նայենք, հա, իրոք, դա լուրջ գումար է։ Լուրջ գումար է վերցվել վարկային ռեսուրս եւ այլն։ Մարդը դիմում է բնապահպանության նախարարությունը, անեմ թե ոչ, վերցնեմ վարկ, թե ոչ։ Համապատասխանում է բնապահպանության նախարարությունը, այո, համապատասխանում է։ Այդ մարդը սկսում է շինարարություն։ Այդ մարդը հաստատ էկոլոգ չի, ես չգիտեմ ո՞րն է Ռոբշին, հա։ Նա էկոլոգ չի, նա բնապահպանության նախարարությունից ասում են կառուցիր, վնաս չկա։ Եվ մարդը գումարները պարտքով վերցնում, ներդրումները անում եւ հանկարծ պարզվում է որ վնաս կա եւ այլն, ինչ անի այդ մարդը։ Նա մեղավոր չի։ Նա ներդրում արել եւ համապատասխան թուղթ է ստացել։ Ինձ թվում է Հայաստանում արդեն սկսել են process-ներ, այսինքն մի օրինակ ունենք արդեն վիշապների այգու, երբ որ կար որոշում, բայց հանրությունը բարձրաձայնեց այդ խնդրի շուրջ ու որոշումը փոխվեց։ Ներդրողները, գիտեք, մենք Հայաստանում ենք ապրում, գիտենք, որ շատ process-ներ տեղի ունենում, այսպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների արդյունքում։ Արդեն ներդրողները թող մտածեն, որ այսինքն ինչքանով է հեռանկարանին, հա, այդպիսի process-ներով անցնելով թույլատվություն ստանալ, հետո արդեն կանգնել հասարակական բողոքի առաջ։ Միանշանակ, եթե կա օրենքի խախտում, այդ խախտողները պետքա պատժվեն, այդ մարդուն պետքա փոխհատուցվի, եթե կան այդպիսի հանգամանքներ։ Բայց կոմպրոմիսը ոնց որ ինչպես որ նախարարն էր ասում։ Նաև Ռոբերտ Նազարյանն էր ինչ որ առաջարկություն արել։ Ռոբերտ Նազարյանը այդ հանձնաժողովի մեջ է, այդ բաները կարգավորող հանձնաժողովի նախագահն է, բայց այստեղ կոմպրոմիսը չի կարա տեղի ունենալ օրենքը անտեսելու արդյունքում։ Կարող եք օրենքը փոխել ու տանել այդ, բայց օրենքը ասում է, որ չի կարելի այնպիսի գործունեություն ծավալել, որի արդյունքում կարող է տուժի բնության հուշարձանը։ Հիմա 3 առաջ օրը կամ դրանից առաջ նախարարը գնացել տեղում չափել են 400 խորանարդ լիտրա այդ ջրվեժի ջուրը, բայց դա իր հնարավորությունը չի, դա ինքը ավելի ջրառատ ջրվեժ է։ Ֆիքսել են, որ 400-ը հերիք է, բայց դա ըստ էության չեն պահպանում օրենքը, որը գործում է այդ ջրվեժի համար։ Պես որ դա կոմպրոմիսային չի, եթե օրենքը խախտելով, եթե ուզում են ընդունեն, պետք է օրենքը փոխեն, հետո այդ տարբերակը ընդունեն, այլապես օրենքին հակասում է ու նույն տեսակ դատական process-ները կարող է գնա հասարակական կազմակերպությունների կողմից այս դեպքում։ Այսինքն դուք սպառնում եք, որ եթե նրանք այս որոշումը փոխեն, դուք կմտնեք դատարան, չի բացառվում։ Բնականաբար։ Մենք շատ հույս ունենք, էլի իսկապես, որ այս աբսուրդ գործընթաց իսկապես կդադարեցվի, որտեղ ունենք չունենք մի հատ ջրվեժ ունենք։ Եթե մենք չենք կարողանում այդ մի ջրվեժներ պահել, դե կներեք էլի։ Բնապահպանության նախարարության ամենահիմնական երկու օրենքները հենց բնապահպանության նախարարությունը անտեսում է։ Ես չգիտեմ, ուղղակի սա ցույց է տալիս, թե իսկապես ինչքան վատ վիճակում է գտնվում մեր բնապահպանության նախարարությունը։ Հայաստանում էկոլոգիայի շուրջ ընդհանրապես ինչ որ տեղի ունեմ Հայաստանում, կարելի է մի տերմինով սահմանել էկոգաղութացում։ Այն ինչ որ տեղի ունեմ։ Դա ինչ է նշանակում։
դա նշանակում է հենց էկոգաղութացում կապիտալի կողմից։ Մի երկիր, դա հնարավոր է մի երկրում, որտեղ էկոգիտակցության մակարդակը ցածր է, հասարակության մեջ օրենքների եւ պետական կառավարումը անարդյունավետ է եւ կոռուպցիայի տոկոսը բարձր է։ Այս բոլոր երեք երևույթներն է մեր մոտ առկա են ու դրանից օգտվելով կապիտալը, դա կլինի հայկական ծագման կամ արտասահմանյան ծագմամբ, անտեսելով բնության շահ իրականացնում է իր տնտեսական գործունեությունը Հայաստան։ Հիմա թշկանի ջրվեժը դրա մասնավոր, այսպես դրսևորումն է, մենք ունենք ավելի վատ օրինակներ այդ դրսևորումների, եւ դրա դեմ, այսպես ասած, պայքարի մի ձև կա, էկոգիտակցության բարձրացում, պետական կառավարման արդյունավետության բարձրացում եւ կոռուպցիայի դեմ պայքար։ Դե մեր նախաձեռնությունը ձև չկա, մոտավորապես մոտակա 20 տարում ձև չկա։ Չէ, ես ասեմ, որ կա, որովհետեւ գոնե էկոգիտակցության արտացման իմաստով բավական։ Այդ դուք պայքարում եք Facebook-ում, խումբ կա, ցույցեր եք անում, զգում եք հասարակության լայն շերտերը սրտացավ են, թե սա նեղ, ասես գիտակցության եկած բնությունը սիրող մարդկանց մի նախաձեռնություն է։ Սա հանրային նախաձեռնություն է, թե իրոք նեղ խմբի, նեղ շրջանակի, որովհետեւ եթե սա նեղ շրջանակի պայքար է, ապա շատ հեշտ ձեզ կդնեն ձեր տեղը։ Չէ, այսինքն, տեսեք, եթե այդ խմբի մեջ կա մոտավորապես 4000 անդամ, իսկ հիմա Facebook-ի խմբերը այնպես են, որ մարդ իր կամքով է մտնում կամ կարող է իր կամքով դուրս գալ։ Այդ նշանակում է ինքը շահագրգիռ է տեղեկություններ ստանալ այդ հարցով ու երբեմն նաև գործողություններ դիմել այդ թշկանի ջրվեժը պահպանելու իմաստով։ Այսինքն կարծում եմ, որ դա սուտ նեղ խմբի բան չի։ Դուք գնացել եք կառավարության դիմաց բողոքի, ձեր շարքերը շատ խիտ չէին։ Եթե անկեղծ լինի, նորմալ է, դա կորիզներ, դա այն ակտիվիստների այն խումբն է։ Ես եթե դու որևէ նորմալ երկրում, եթե իրոք կառավարությունը այդ երկրի ամենագեղեցիկ ջրվեժը, ասենք այնպեսի քայլեր անում, որ կվնասվի եւ այլն, ես պատկերացնում հասարակությունը ինչպես դուրս կգար փողոց, ինչպեսի միտինգներ եւ այլն կլինեին։ Ստեղ երկու եզրակացություն կամ այդպես չի, կամ բնապահպանությունը մեղմ ասած մեզ չի հետաքրքրում, այդ ջրվեժը մեզ չի հետաքրքրում։ Գիտեք, հասարակությանը միանշանակ հետաքրքրում է։ Այլ հարց է, որ բնապահպանության նախարարությունը մի տեսակ երկրորդային դերում է հայտնվել, ավելի շատ մասնավոր, այսպես շահն է առաջ գնում, քան բնության շահը։ Ես ցավով եմ դա ասում, որովհետև մեր կարգի երկրների համար բնապահպանության նախարարությունը առաջնային դեր պետք է ունենա, որովհետև մենք ունենք պահպանելու բան այս երկրում։ Սա Եվրոպան չի, որ ամբողջությամբ կարելի ասել բնությունը վերացրեցին, հիմա նոր փորձում են բնություն ստեղծել։ Եթե մենք խոսում ենք նորմալ երկրների մասին, այնտեղ իսկապես երևի հոգեկանի տեղ կդնեին, եթե ինչ որ մեկը ինչ որ նույնիսկ խոսեր բնության հուշարձանին ազդելու ճանապարհով ինչ որ տնտեսական գործունեության մասին, եթե ինչ որ բան ասեր։ Սա մեր երկրի ես չգիտեմ ինչ ասեմ, դրա համար եմ ես ասում, սա աբսուրդ ծրագիր է, եթե սա էլ պետք է անցնի ու արվի, ես չգիտեմ արդեն ինչ ձևով նկարա, ինչ բառ ասեմ մեր երկրի մասին։ Եվ կներեք, ուղղակի դուք բազմաքանակության մասին այդ հարցը բարձրացրեցիք, եթե նկատած կրնեք Հայաստանում ընդհանրապես բազմաքանակ միտինգները տեղի են ունենում նախընտրական շրջանում այդ նախընտրական տրամադրությունների ժամանակ, բայց միջև այդ արդեն կուտակվում է այն պոտենցիալ դժգոհությունը, որը դրսևորվում է հանրահավաքների ժամանակ, այդ դեպքում ես չի ուզենա, որ կառավարությունը մտածեր, թե հա մի 20 հոգի են միտինգ են անում կգնան։ Չէ, այսինքն դա այն կուտակված դժգոհությունն է, որը կդրսևորվի նաև ասենք ընտրությունների ժամանակ։ Դուք ինչ եք անելու, ինչպես եք շարունակելու, ինչպես եք տեսնում ձեր գործունեությունը։ Ասում եք տեխնիկան աշխատում է այդտեղ, այսինքն ըստ ձեզ շարունակում են վնաս հասցնել ջրվեժին, կարծես թե կառավարությունը ոչինչ չի փոխում։ Ես նաև կարծացի, որ նախարարն ասել է, որ պատրաստ է ձեզ հետ հանդիպի եւ զրույցի կգին իրենց արգումենտները բերի։ Նախատեսվում է նման հանդիպում։ Հա, մեկ անգամ հանդիպել է Ռոբշինի հետ եւ մեր հետ միասին։ Եվ հիմա այս ուզում են մի շաբաթվա մեջ են հանդիպում կազմակերպեն եւ ելի հրավիրեն հասարակական կազմակերպություններին քննարկելու այս հարցը։ Ինչպես պետք է ազդենք, ինձ թվում է կա երկու մեխանիզմ կոնկրետ մեր օրենսդրությամբ թույլ տվող, դա մեկը իրավական հարթությունում այդ հարցը լուծելն է, մյուսը բարոյական ճնշումների հարթությունում այդ հարցը լուծելն է։
Այդ երկու գործիքներից մենք լիարժեքորեն կօգտվենք։ Ես ուղղակի ավելացնեմ, իհարկե շատ չենք ուզում այս բանը ոնց որ փակագծերը բացենք, ինչ գործողություն ենք իրականացնելու, բայց մի բան էլ ամեն հավանականությամբ կանենք, ինչի որ չէինք ուզում։ Կսկսենք արդեն միջազգային կազմակերպություններին նաև գրել, գրանտներ կստանանք եւ այլն գրանտներ մենք ընդհանրապես չենք ստանում, ցանկությունություն ենք ճիշտ ասած դիմելու, որտեղ դա մեր գործը չի։ Դեռ ճիշտ ասած մի քիչ բան, այսպես թաքնված ծաղրետ հարցում նկատեցի, դրա համար կուզեի ասել, որ մեր հասարակական նախաձեռնությունը, այսպես գրանտային հիմքի վրա ստեղծված։ Դա մեղք չի, ես բացառապես ասում եի։ Հա, չէ, ուղղակի մեղք չի, բնականաբար Հայաստանի օրենսդրությամբ չի արգելում դրամաշնորհի համար։ Մեկ առավոտությունն էլ է գրանտներ ստանում, ոնց որ դա ավելին ասեմ, ամենամեծ գրանտն է այս ոլորտում, էլի գնում է բնապահպանության նախարարություն։ Եվ ասեմ մի բան է ասեմ, որ այս շատ գրանտ ստացող կազմակերպություններ ձեր հարցում ընդհանրապես նկատում են բնապահպանական այստեղ հիմնականում օրինակ որ կազմակերպությունը կարող է ասել։ Գիտեք ոնց, ես ասեմ նախապատվություն։ Չէ, կամոթ է, եթե դու այսպեսի կազմակերպություն ես բնապահ, կամ դու պետք է, այսինքն դու դիրքորոշում պետք է ունես բոլոր դեպքերում, կամ պետք է ասել, որ ձեր հետ համաձայն չեն իրանք, իրենց փորձագետները պարզել են, որ վնաս չկա, կամ նրանք պետք է ձեր կողքը լինեն։ Ես ասեմ, կամ զուգահեռ ձեզ պայքարեն։ Ուրեմն միջև ասենք կառավարության շենքի դեմ ցույց սկսելը եւ այլն, երբ որ արդեն աղմուկը կար, թեթև մամուլում այս մասին ելույթներ էին եղել, ես մտածեցի, որ զանգեմ մի հատ բնապահպանական կազմակերպություն, տեսնեմ իրանց դիրքորոշումը ու եթե պետքա աջակցենք, միանանք եւ այլն։ Ինձ հայտնի այդ ոլորտում բնապահպանական կազմակերպություններն էին վարի բնության եւ մշակութային արժեքների պահպանման։ Զանգեցի այդ կազմակերպությունը, ինչքան մեծ եղավ իմ զարմանքը եւ, չգիտեմ, ափսոսանքը, որ իրանք նույնիսկ տեղյակ չէին, որ այդ տեսակ ջրվեժ կա, որ դիրքորոշում ունենային։ Այսինքն ես ումային ինչ դիրքորոշում ունեն։ Նախ իրանք տեղյակ չէին, որ խնդիրն է բարձրացվել, տեղյակ չէին, որ տեսանք ջրվեժ կա։ Բայց իրանք կազմակերպությունը կոչվում էր վարի բնության եւ մշակութային արժեքների։ Նույնն էր WWF գրասենյակը, որ ասենք միջազգային կազմակերպությունն է, իրանք բնապահպանության պատասխանատուն էլ էլի տեղյակ չէր, որ այսպիսի ջրվեժ կա, այդպիսի խնդիր կա։ Բնականաբար դրանից հետո ուրիշ բան չի մնում, քան անհատական նախաձեռնություններով այս հարցը հետապնդել։ Հիմա ես որ ասում եմ կոռուպցիա Հայաստանում, այդ կոռուպցիան մենակ կառավարական շրջանակներում չի, այդ հասարակական սեկտորում է, որտեվ եթե դու քո կազմակերպության անուն դնում ես վարի բնության, պաշտպանության եւ այլն, ուրեմն գոնե պետքա իմանաս, որ այդ տեսակ ջրվեժ կա։ Այլապես իմ գնահատման իմ ինդիկատորներով գործ ունենք գրանտակեր կազմակերպությունների հետ։ Դերստատոներ, մենք արդեն գնում ենք մեր հանրային սեկտորի քննարկման, նրբությունների քննարկման փուլ, ինչը այսօրվա մեր թեման չի, շնորհակալություն պարոն Այկ, ձեր գործին հաջողություն։ Մենք բնականաբար պատրաստ ենք նաև հակառակ կողմին լսել բնապահպանության նախարարությունը պետք է այստեղ հակառակ կողմ չլիներ, նա պետք է սատարեր ջրվեժի պահպանմանը, բայց գուցե նրանք իրենց արգումենտների մեջ ճիշտ են եւ իրոք վնաս չի լինի ջրվեժին հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ Պատրաստ ենք լսել նաև նրանց տեսակետները, կհանդիպենք ցտեսություն։